Նախ վերջնականապես հերկվեց, թե Յամալը նման է Մեսսիին։ Սիմեոնեին հարցրին, թե ինչ էր ասել բրազիլացուն, որ վերջինս այդպես կատաղել էր, նա էլ պատասխանեց, թե բա նախորդ թողարկմանը կողել ցեխը անել էինք։ Պաստորեն նայել ու խրատվել են տղերքը։ Հերթական տուրում նրանք պարտվեցին Բորմութին, չնայած Պաուլինիայի ֆանտաստիկ գեղեցիկ գոլի։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե Հիտլերին է հիշում, բայց չէ։ Իսպանական ակումբները փողի համար Սաուդյան Արաբիայում սուպեր գավաթի խաղեր են անցկացնում ողջույն բոլորին։ Եթե հանկարծ մեզ հրավիրեին այնտեղ վիդեո պատրաստելու փողի համար, մենք անպայման կգնայինք։ Բարսելոնա Ատլետիկ Բիլբաո խաղը 1 նկարով բնութագրելու դեպքում ես կընտրեի այս մեկը։ Արդեն պարզ է, որ Բիլբաոն դարձել է բաոբաբ, այնքան ծեր են, որ դժվարությամբ են շարժվում։ Արա, բայց այդ կարգի պաշտպանություն բացարձակ չկար։ Բահ, իբր արձակում էլ կար էլի։ Իսկ Բարսան անում էր այն, ինչ ուզում էր։ Ֆերմինը, Ռաֆինյան, մնացածը, ասում են, նույնիսկ խաղի ընթացքում Յամալը փորձել է իր ընկերոջը Նիկո Վիլյամսին փախցնել այդ դժողքից, ասելով Ամերիկան մեզ է սպասում, ապեր։ Բա հիշում ես այդ Նիկոն ինչ էր ասում։ Բա ոնց։ Ես մնում եմ հաղթական նախագծում, Բիլբաոն իմ տունն է։ Դե բնականաբար Յամալը չկարողացավ փրկել ընկերոջը այդ խայտարակությունից, որովհետև զբաղված էր YouTube-յան հերթական վիդեոյի պատրաստմամբ Դուբայից։ Այնտեղ մի քանի հետաքրքիր դրվագներ ենք առանձնացրել։ Նախ վերջնականապես հերկվեց, թե Յամալը նման է Մեսսիին։ Իբր ինչ, ուշադիր նայի, տոշնի տրաորեն է։ Բացի մուսկուլները, նրա վրա ուրիշ բան էլ է մեծացել։ Շորտիկը պահող կնճիթը։ Շատ անհամն ես։ Տղեն հասունացել է։ Էրիկա ձեր առնես։ Համել ձերոնց մոտ էր գնացել։ Լուրջ, նայ։ Յամալ, one camel, 10 million։ Ես ընձուղտ եմ, ընձուղտ։ Լավ, վերադառնանք խաղին, որին Յամալը մի քանի րոպե մասնակցեց, բայց աչքի ընկավ մի ժեստով, որը ես դժվարանում եմ բացատրել։ Գուցե դուք կարողանաք կոմենտներում։ Վիշապիկիներ ուզում կերակրել, թե ինչ էր անում, հերիքա։ Բայց Յամալին դեռ կվերադառնանք ամենավերջում ու կպարզենք, թե ինչպես էին ուզում համբուրել նրա ոտքերը։ Ֆու, ես կհիշացնեմ։ Ռեալն էլ իր մասին հիշեցրեց ու ասաց, որ մենք էլ ենք այստեղ ու ավելի լուրջ մրցակցի հետ ենք խաղում։ Մադրիդյան դերբի։ Դե հա, ինչ դերբի, որ ընդամենը մի հատ տեղին քարտ լինի։ Այո, խաղն անցավ կոռեկտ միջավայրում, առաջին հերթին Ալոնսոյի շնորհիվ։ Այստեղ են երկրորդ խաղն անընդմեջ փոփոխություններով կարողանում է խաղը այնպես տանել, որ ցանկալի հաշիվը պահի ու Ատլետիկոյի հետ էլ նրանք այնքան կարողացան գնդակ պահել, որ Սիմեոնեի թիմը ուղղակի ոչինչ չկարողացավ անել եւ պարտվեց 2-1 հաշվ։ Ճիշտ է, Բարսայի պես ուրախ ֆուտբոլ չեն խաղում, բայց հաղթանակը տանում են։ Ռեալը հիմնականում դրա մասին է։ Վալվերդեն միանշանակ լավագույններ դաշտում, Բելինգեմը անպայման, Ռոդրիգոն այդ թվում, բայց Վինիսիուսին պետքա ծախեն։ Տենց եմ ես կարծում։ Ովքեր երբևէ տեսել են վերջին տարիների մադրիդյան դերբիները, ապա հասկացած, նկատած կլինեն, որ Սիմեոնեի եւ Վինիսիուսի ջրերը մի առվով չեն գնում։ Նորայր, ինչի ես համեստություն անում, ճիշտ է։ Նրանք զազվում են իրարից։ Սիմեոնեին հարցրին, թե ինչ էր ասել բրազիլացուն, որ վերջինս այդպես կատաղել էր, նա էլ պատասխանեց, թե բա մեծ մարդ եմ, չեմ հիշում։ Իսկ Ռուդիգերը հանգստացնում էր Վինիսիուսին ասելով. հիմա պետք չի ապեր, խաղից հետո կտանենք Ահմեդենց պատվալ ու ինչ պետքա կանենք։ Իսկ եզրափակիչը կլասիկո է լինելու։ Ռեալը ապացուցեց, որ կարող է դիմադրել Բարսային
առաջին կեսում։ Լիքը իրադարձություններ եղան իրականում, որոնց չենք կարողանում անդրադառնալ, օրինակ Arsenal-Liverpool խաղը, Մեսսիի հարցազրույցը, դե ինչ անենք, մեր հաղորդումը ռեզինի շաղբ էր։ Հիմա առաջիկա խաղերն են, որից հետո հակահերոսներն ու հերոսներն են իրենց թրեր ու վահաններով։ Արի Մեսսիի մի հատված ցույց տանք էլի։ Լավ, դավայ։ Ես բարել չգիտեմ, բարելու համար պետքա մի լավ հարփեմ, այսինքն երկու բաժակ, թե չէ սպանես չեմ բարի։ Հունվարի 9-ին Բունդեսլիգայում Այնտրախտը կընդունի Դորտմունդի Բորուսիային, Աֆրիկայի ազգերի լիգայի քառորդ եզրափակում Կամերունը կխաղա Մարոկոյի հետ։ Հունվարի 11-ին կարող եք հետևել Իսպանիայի սուպեր գավաթի եզրափակչին Բարսայի ու Ռեալի միջև։ Նախորդ թողարկումից երևի հիշում եք, որ Մարեսկային եւ Ամորիմին պոտերիա տվեցին։ Անմիջապես հաջորդ խաղում United մարշի ժամանակավոր պաշտոնակատար Դարեն Ֆլեչերի գլխավորությամբ չկարողացավ հաղթել Բյորնլիին խաղն ավարտելով 2-2 հաշվով։ Իսկ Չելսին պարտվեց Ֆուլհեմին, Կուկուրելյան ամբողջացրեց այս հակահերոսությունը իր կարմիր քարտով։ Բայց ամենահետաքրքիրն է նա, որ United-ի գոլերը խփեց Բենջամին Շեշկոն, իսկ Չելսիի գոլը խփեց Լիամ Դելապը։ Երկուսին էլ նախորդ թողարկմանը կողել ցեխը հանել էինք։ Պաստորեն նայել ու խրատվել են տղերքը։ Իսկ ահա Սիթին չէր նայել մեր ալիքն ու միավորներ կորցրեց կրկին։ Քաղաքայինները երրորդ անընդմեջ ոչ ոքին գրանցեցին այս անգամ Բրայթոնի դեմ խաղում։ Հոլանդի պենալին պատասխանեց գեղեցիկ հարվածով Միտոման։ Բայց այս խաղը հիշվեց Հոլանդ Վան Հեկե գզվրտոցով, որը իսկական մեմ էր դարձել ինտերնետներում։ Մեզ երկրորդ մասն էր, առաջին մաս էլ կա։ Լոնդոնը ներկայացնող Տոտենհեմը ազատ անկման արագությամբ գահավիժում է։ Նրանք կորցրել են բոլոր հույսերը։ Հերթական տուրում նրանք պարտվեցին Բորմութին, չնայած Պաուլինիայի ֆանտաստիկ գեղեցիկ գոլի։ Այս պարտությունը բնականաբար դուր չեկավ Kings Park եկած ֆաներին ու նրանք սկսեցին քրֆել։ Միկի Վանդևենի նյարդերը չդիմացան ու նա պատասխանեց, թե բա հավը դու ես արա, երևի։ Ժոզե Մորինյոն կրկին իր տարերքի մեջ է։ Մենք էլ արդեն կարծում էինք, թե Թուրքիայից հետո իր յուրահատկությունը մի քիչ խամրել է։ Կարմիր Ժոզեն կաշին չի փոխում։ Պորտուգալացին Բենֆիկայի ֆուտբոլիստերին ստիպել է մնալ ակումբի բազայում, հերիք չի մի բան էլ ասելա։ Հուսով եմ նրանք չեն քնի գիշերն ու երկար կմտածեն, ինչպես ես եմ անել։ Բենֆիկան յուրահատուկի գալուց հետո շատ լավ էր խաղում, 11 խաղ անպարտելիության շարք ունեին, բայց գավաթի կիսաեզրափակում 3-1 հաշվով զիջեցին Բրագային։ Այս պարտությունը Մորինյոյի մեջ արտնացրեց են գազան Մորինյոյին։ Իհարկե հաճելի է, երբ այսպիսի կերպարը վերադառնում է աշխուժություն է առաջացնում, արա, բայց ֆուտբոլիստերին փակել բազայում too much է էլի, մարդիկ տուն, տեղ, երեխա, վերջի վերջո կնիկ ունեն։ Իրեն յուրահատուկի տեղ էր դրել Սանդերլենդի կենտրոնական կիսապաշտպանը Էնցո Լեֆինը Բրենտֆորդի հետ խաղում։ Բրենտֆորդը իհարկե այդ խաղը 3-0 հաշվով հաղթեց վերջին հաշվով, բայց 1-0 հաշվի ժամանակ արևի երկրի թիմը 11 մետրանոցի իրավունք վաստակեց։ Ու մեր այս ֆրանսիացին որոշեց, որ ինքը պետքա պանեն կանի։ Համեստությունն է գեղեցկացնում մարդուն, ոչ թե աշխատանքը։ Be humble։ Խի ես մարդկանց վիրավորում, որ արա ասեցի սովորի էլի այդ անգլերենը։ Paris Saint-Germain-ը Ֆրանսիայի սուպեր գավաթակիրն է։ Նրանք նախ խաղը փրկեցին Մարսելի հետ խաղում վերջին րոպեներին, ապա 11 մետրանոց հարվածաշարում ուղակի խզարեցին։ Մարսելին, ինչպես երևում է, պետքա պենալի գնալ, իսկ Paris Saint-Germain-ի մոտ նույն պենալներով չեմպիոն դառնալն արդեն կարծես սովորություն է դառնում։ Իսկ Շևալյեն դա հերոսագույն հերոսա, այդ ինչքան պրկեց թե խաղում, 11 մետրանոցներն էլ չասեմ։ Սաֆոնով ներվնը կուրիտ։
Մենք նշեցինք Տոտենհեմ Բորմութ խաղի հակահերոսներին, Տոտենհեմին եւ նրա խաղացող Միկի Վանդևենին, բայց ահա Բորմութն ու նրա առաջատար Սեմենյոն իսկական հերոսներ են ախպեր։ Անգլիացին արդեն 1 ոտքով Մանչեսթեր Սիթիում է, բայց չի մոռանում իր ներկայիս թիմին օգնել ու հաղթանակ տանել։ Արդեն Սիթիում է։ Պեպին հեշտանքի հասցրել։ Աֆրիկայում շարունակվում են ֆուտբոլային խաղերն ու դրանց զուգահեռ իրադարձությունները։ Վերջին օրերին ֆուտբոլիստներից ավելի շատ խոսում են Կոնգոյի մի երկրպագուի մասին։ Միշել Կուկան Կոնգո-Սենեգալ խաղի 90 րոպեներին անշարժ կանգնել է։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե Հիտլերին է հիշում, բայց չէ, նրա ձեռքը շատ ավելի բարձր է ու պարզ։ Հետո նա այդպես հարգանքի տուրք է մատուցում իրենց երկրի անկախության առաջնորդ Պատրիս Լուբումբայի։ Մնաց հասկանանք, թե Աֆրիկայում որտեղից անկախություն։ Բարսելոնան հերոսությամբ է աչքի ընկել, բայց արդեն դաշտից դուրս։ Կատալոնական ակումբը ֆինանսապես այնպես է դզվել, որ ստադիոնի վերակառուցմանը զուգահեռ 5 տարվա ընթացքում վերջապես կարողացել է մարել թիմի նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի աշխատավարձը։ Բայց արդեն ներկա մարզիչ Հանսի Ֆլիկը ուղղակի աներևակայելի աշխատանք է կատարում Բարսայում ու նրա աշխատավարձը չեն ուշացնում։ Նրա աշխատանքը ուղղակի կայֆ է պատճառում։ Առաջին ու ամենակայֆ բանը այդ թիմի ցույց տված խաղն է, որից ոչ մի դեպքում չի հրաժարվում գերմանացին, ու դա ուղղակի բերկրանք է պատճառում։ Երկրորդ, համարյա 2 տարվա ընթացքում նա բազում դժվարությունների եւ մանր-մունր անկումների կարողացավ դիմադրել ու խնդիրների լուծում տալ։ Ահա այս մրցաշրջանի ընթացքում պարզ երևում է, թե ինչպես է կարողանում կարգավորել խաղը պաշտպանության գծում։ Բազում կադրային խնդիրներ, հարձակման ու կիսապաշտպանության գծում գրեթե 2 հավասար ֆուտբոլիստ ամեն դիրքում, ու սա ֆանտաստիկ աշխատանքի շնորհիվ է։ Ֆերան Տորեսը, ընկերներ, լավագույն ռմբարկուներից է։ Ես հիանում եմ Ֆլիկով։ Նրան անգամ չի խանգարում կիսակառույց ստադիոնը։ Բա, Յամալի մասին բան պետք է ասեիր։ Ահա ապրես։ Դուբայ այցի ժամանակ այս Յամալը իջնում է ծովափ ու երեխաների հետ ֆուտբոլ է խաղում, ու մի պահ այդ երեխեքից մեկը փորձում է խոնարհվել ու երևի համբուրել նրա ոտքերը։ Իմ կարծիքով մարդը որքան էլ սիրելի, հարգելի եւ հայտնի լինի, երբեք չի կարելի նման բան անել։ Կուռքեր ստեղծելը ոչ մի լավ տեղ չի տանի։ Սիրեք, հարգեք, փորձեք սովորել, ինչ որտեղ նմանվել, բայց երբեք մի խոնարհվեք ու պաշտեք։ Դա լավ չի, հաստատ լավ չի։